Լսեցեք ձեզ մի բան պատմեմ։ Քաղաքից դուրս ուղիղ ճանապարհի մոտ կար մի ամառանոց։ Դու երևի տեսած կլինես։ Նրա առաջ մի փոքրիկ պարտեզ կա իր ծաղկանոցով, իսկ շուրջը փայտե ներկած ցանկապատ։ Ամառանոցից ոչ հեռու ուղիղ առվի ափին թավշանման կանաչ խոտի մեջ բուսել էր մի երիցուկ։ Արևի ճառագայթները ջերմացնում ու գուրգուրում էին նրան, եւ մեր երիցուկը ոչ թե օրով, այլ ժամով էր աճում։ Մի գեղեցիկ առավոտ նրա մանրիկ ձյունի պես սպիտակ պսակաթերթիկները ամբողջովին բացվեցին եւ ճառագայթների պես շրջապատեցին կենտրոնի դեղին արևը։ Երիցուկին ամենևին չէր վշտացնում, որ իրեն ոչ ոք չէր տեսնում խիտ խոտերի մեջ, եւ որ ինքն այդքան հասարակ ու անշուք ծաղիկ է։ Ոչ, նա գոհ էր ամեն բանից։ Նա երեսը դարձրած ուղիղ դեպի արևը հիանում էր նրանով եւ ականջ էր դնում, թե ինչպես է երկնքում երգում արտույտը։ Երիցուկն այնքան երջանիկ էր զգում իրեն, որ կարծես մեծ տոն լիներ։ Չէ՞ որ ես լսում եմ ու տեսնում, արևը լուսավորում է ինձ, զեփյուրը համբուրում, ինչ բախտավոր եմ ես։ Ցանկապատի այն կողմում բացվել էին շատ պատկառելի հպարտ ծաղիկներ։ Որքան ավելի քիչ էին բուրմունք տալիս նրանք, այնքան ավելի էին գոռոզանում։ Թրաշուշանները փքվում էին ու փափագում վարդերից ավելի մեծ լինել, իսկ վարդակակաչներն աշխատում էին որքան կարելի է ուղիղ կանգնել, որպեսզի ավելի շատ աչքի ընկնեն։ Նրանցից ոչ մեկը չէր նկատում երիցուկին, որ բուսել էր ցանկապատի մյուս կողմում։ Բայց երիցուկը հաճախ էր նայում նրանց ու մտածում. Որքան զուգված են նրանք, որքան գեղեցիկ։ Հրաշալի թռչնակը անպայման հյուր կգնա նրանց։ Փառք Աստծո, որ ես այսքան մոտիկ եմ։ Հենց այս միտքն էր անում երիցուկը, երբ հանկարծ լսվեց եւ արտույտը ցած իջավ։ Ոչ թե պարտեզում, այլ ուղիղ համեստ երիցուկի մոտ, կանաչ խոտի վրա։ Երիցուկն ուրախությունից այնպես շփոթվեց, որ չէր իմանում, թե ինչ մտածի։ Թռչնակը ոստոտում էր երիցուկի շուրջը եւ երգում. Օ, ինչ փափուկ խոտ է, ինչ գեղեցիկ ծաղիկ է։ Հագուստն արծաթե, սրտիկը ոսկե։ Երիցուկի դեղին սրտիկը իսկապես ոսկու պես էր փայլում, իսկ կուրացուցիչ ճերմակ պսակաթերթիկները շողում էին արծաթի պես։ Երիցուկն այնքան ուրախ էր, այնքան երջանիկ, որ պատմել չի լինի։ Թռչնակը համբուրեց նրան, մի երգ երգեց նրա համար ու նորից սլացավ դեպի կապույտ երկինքը։ Բավական ժամանակ անցավ, մինչև որ երիցուկն ուշքի եկավ։ Նա ամոթխած, բայց հոգու խորքում շատ գոհ նայեց պարտեզի ծաղիկներին։ Չէ՞ որ նրանք տեսան, թե ինչ բախտի ու պատվի արժանացավ ինքը։ Եվ ուրիշ ով կարող է գնահատել այդ, եթե ոչ նրանք։ Բայց գոռոզ վարդակակաչները ավելի էին ձգվել ու կարմրել սրտնեղությունից, իսկ մեծագլուխ թրաշուշանները ուռվել փքվել էին։ Խեղճ երիցուկն իսկույն հասկացավ, որ նրանք վատ տրամադրություն ունեն, եւ սրտանց խղճաց նրանց։ Այդ պահին պարտեզում երևաց մի աղջիկ, սուր, փայլուն դանակը ձեռքին։ Նա մոտեցավ ուղիղ վարդակակաչներին ու թրաշուշաններին եւ սկսեց իրար հետևից կտրտել նրանց։ Ինչ սոսկալի բան է, մտածեց երիցուկը։ Աղջիկը հեռացավ մի փունջ ծաղիկ ձեռքին, իսկ երիցուկն ուրախացավ, որ ինքն ապրում է ցանկապատից դուրս, խոտերի մեջ, որտեղ իրեն ոչ ոք չի տեսնում։ Նա գոհ էր իր բախտից։ Երբ արևը մայր մտավ, նա իր պսակաթերթիկները ծալեց ու քնեց։ Ամբողջ գիշեր երիցուկը երազում տեսնում էր արեգակին ու փոքրիկ արտույտին։ Առավոտյան, երբ ծաղիկը նորից իր թերթիկները բացեց եւ թաթիկների պես մեկնեց դեպի օդն ու լույսը, նա դարձյալ լսեց թռչնակի ձայնը։ Թռչնակը նորից երգում էր, բայց այս անգամ այնքան թախծոտ, եւ նա պատճառ ուներ։ Խեղճն այժմ նստած էր բաց լուսամուտի մոտ կախված վանդակում։ Արտույտը երգում էր, թե որքան ուրախ բան է թռչել ազատության մեջ, դաշտերի թարմ կանաչի վրայով, թե որքան ցնծալի էր իր համար ճախրել դեպի վեր, դեպի արևը։ Ծանր էր թշվառ թռչնակի վիճակը։ Նա գերության մեջ էր։ Երիցուկն ամբողջ սրտով ուզում էր օգնել թռչնակին, բայց ինչ աներ։ Եվ նա բոլորովին մոռացավ, թե որքան լավ է իր շուրջը, ինչպես է ջերմացնում արևը, ինչպես են փայլում իր արծաթաշող թերթիկները։ Նա մտածում էր միայն,
խեղճ թռչնակին օգնելու մասին։ Հանկարծ պարտեզից դուրս եկան երկու փոքրիկ տղա։ Նրանցից մեկի ձեռքին կար մեծ սուր դանակ։ Այստեղից կարելի է մի գեղեցիկ ճիմ կտրել մեր արտույտի համար, Ասաց տղաներից մեկը եւ դանակը խորը խրելով գետնի մեջ սկսեց քառանկյունի մի ճիմ կտրել։ Երիցուկը մնաց կտրված ճիմի կենտրոնում։ Այսպես երիցուկն ընկավ արտույտի վանդակը։ Խեղճ թռչնակը բարձրաձայն գանգատվում էր իր գերությունից։ Այսօայն կողմ էր նետվում, դիպչուն վանդակի երկաթե ճաղերին։ Երիցուկը որքան էր ուզում գեթմի խոսքով մխիթարել նրան, բայց ավաղ, նա խոսել չգիտեր։ Այսպես անցավ ամբողջ առավոտը։ այստեղ ջուր չկա, նրանք մոռացել են ինձ ջուր տալ, Գանգատվում էր արտույտը։ կոկորդս ցամաքել է, ես այրվում եմ ծարավից, ախ, ինչ ծանր է շնչել, ես կմեռնեմ, կզրկվեմ արևի լույսից, թարմ կանաչից, աշխարհում ամեն ինչից։ Գեթմի փոքր թարմանալու համար արտույտը կտուցը խրեց թարմ ու զով ճիմի մեջ, եւ նա տեսավ երիցուկին։ Գլխով արեց նրան, համբուրեց ու ասաց. Դու եւս կթարամես այստեղ, խեղճ ծաղիկ, նրանք միայն քեզ եւ կանաչ ճիմի այս կտորն են տվել ինձ, ամբողջ աշխարհի փոխարեն, որի տերն էի ես երբ ազատ էի, ավաղ դուք միայն հիշեցնում եք ինձ այն ինչից զրկվել եմ, ախ, ինչով սփոփեմ նրան։ Մտածում էր երիցուկը, եւ նրա քնքուշ պսակաթերթերը սովորականից ավելի ուժեղ էին բուրում։ Արտույտն էլ նկատեց դա, ու թեև ծարավից ուժասպառ էր եղել, ձեռք չտվեց երիցուկին, այլ միայն պոկեց բոլոր խոտերը։ Իջավ երեկոն, ոչ ոք այդպես էլ ջուր չբերեց խեղճ արտուտիկին։ Այն ժամանակ նա ջղաձգաբար թափահարեց իր գեղեցիկ թևերը, էլի մի քանի անգամ ծլվլաց, հետո գլուխը կախվեց եւ փոքրիկ սրտիկը պայթեց թախծից ու տառապանքից։ Երիցուկը չկարողացավ երեկվապես իր թերթիկները ծալել ու քնել, այլ տխուր ու տրտում խոնարհեց քնքուշ գլխիկը։ Իսկ հետևյալ առավոտյան, երբ երեխաները արտույտին մեռած գտան, դառնորեն լաց եղան։ Հետո գերեզման փորեցին նրա համար, զարդարեցին ծաղիկներով։ Նրանք ուզում էին արքայավայել թաղել նրան։ Խեղճ թռչնակ, քանի դեռ կենդանի էր ու երգում էր, նրան մոռացել էին, գցել էին վանդակի մեջ ու ստիպում էին տանջվել ծարավից, իսկ հիմա շքեղ թաղում էին կազմակերպում եւ դառն արցունքներ թափում նրա վրա։ Ճիմը երիցուկի հետ նետեցին ճանապարհի փոշու մեջ։ Այդպես էլ ոչ ոք չիմացավ, որ փոքրիկ արտույտին ամենից շատ նա էր սիրում։